Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ։ 168 TV եթերում ռևյուն է։ Տաղավարում այսօր հյուրընկալել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար, դիվանագետ, Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանին։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Չի կարող մերժել։ Մենք ձեզ հետ հաճախ ենք զրուցում արտաքին քաղաքականության, անվտանգության միջավայրի, տարածաշրջանային գործընթացների, ռազմավարական բնույթի հարցերի մասին, կարևորելով հատկապես այս խնդիրները որպես իրավիճակի վրա ազդող գործոններ, թեև գիտությունն ասում է, որ արտաքին եւ ներքին հարցերը եւ նրանց միջև տարանջատումը մեծ հաշվով պայմանական է եւ մեկը մյուսի շարունակությունն է։ Ինչպես եք հասկանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի վարած արտաքին քաղաքականությունը, եթե համեմատենք նախորդ ղեկավարների եւ նախորդ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետ, ըստ ձեզ այն ինչ նպատակներ է հետապնդում, տեսնում եք արդյոք միտումներ փոխելու կողմնորոշումները կամ հիմնական առաջնահերթությունները կամ կտրուկ շրջադարձերի դեպի արևմուտք, դեպի արևելք կամ որևէ այլ ուղղությամբ։ Դե նախ պետք է ասենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած արտաքին քաղաքականությունը մեծ հաշվով հետ պատերազմյան քաղաքականություն է, պարտված պատերազմի արդյունքներում ձևավորված քաղաքականություն է, ինչը համահունչ է իրավիճակին եւ այդ առումով մենք տեսնում ենք, որ նախկին հայկական պետականության մոդելը, որը ներկայացված էր ճանաչված Հայաստանի Հանրապետությունով եւ չէ ճանաչված միջազգայինորեն Արցախի Հանրապետությամբ, այժմ վերածվեց մեկ պետություն, մեկ պետականություն կոնցեպտի եւ այդ առումով իհարկե փոփոխությունն արմատական էր։ Այսինքն եթե նախկինում հայկական արտաքին քաղաքականությունը ելնում էր նրանց, որ կա հայկական երկու պետական կազմավորումներ, ապա այժմ Հայաստանի Հանրապետությունը ողջ հայության միակ հայրենիքն է, խորհրդային Հայաստանի սահմաններով։ Այսինքն այդ առումով իհարկե փոփոխությունը արմատական է եւ հենց այդ փոփոխությունն էլ նախանշեց այն նոր մոտեցումները, որոնք դրվեցին ներկայիս արտաքին քաղաքականության հիմքում, սա եւ գործող իշխանությունների բացառիկ խաղաղասիրություններ եւ զիջողականությունը եւ հարևանների հետ բարեկամություն անելու նպատակադրումը, այսինքն այդ առումով պետք է շատ հստակ ջրբաժան տեսնենք մինչև 20 թվականը եւ 20 թվականից այս կողմ։ Ընդ որում նույն Փաշինյանի կառավարությունը մինչև 20 թվականը 5 կոնցեպտի շրջանակներում էր գործում։ Այսինքն բոլոր դեպքերում այս նոր կոնցեպտը պայմանավորված է պատերազմում կրած պարտությամբ, կորուստներով եւ նաեւ իշխանությունը պահելու բացառիկ ու կենսական անհրաժեշտությամբ գործող թիմի համար, որտեղ այս փուլում իշխանությունից զրկվելը կարող էր լրջագույն նաեւ անձնական հետևանքներ ունենալ իրենց համար։ Բացառելով միակողմանի զիջումներ մինչև 2020 թվականը, կարևորելով Սևրի պայմանագիրը եւ այլն, թեև մենք post-factum հասկացանք, իմացանք, որ ջրբաժան կա արդեն։ Այդ ջրբաժանը պայմանավորված է պատերազմական պարտությամբ, միգուցե զուգորդող մի շարք ետնաբեմային գործընթացներով նաեւ, որոնք նախապատրաստեցին այդ պարտությունը եւ այդ պարտությունը պարտադրվեց մեր ժողովրդին, բայց ինչևէ, փաստացի մենք ունենք այս վիճակը։ Բայց հետո մենք իմացանք, որ 2018-20 թվականին բանակցային գործընթացում որոշակի զարգացումներ են եղել, որոնց մասին հանրությունը փաստորեն տեղյակ չի եղել։ Դե տարբեր կողմերից նման հայտարարություններ հնչում են։ Ամեն դեպքում այդ զարգացումները ըստ էության փոփոխություն չէին կարող մտցնել վարվող քաղաքականության մեջ, որտեղ խոսքը հետեւյալ իմաստներ կամ խաղաղ կերպով են հանձնվում տարածքները, կամ պատերազմական եղանակով։ Խաղաղ կերպով տարածքների հանձնումը նույնքան ճակատագրական հետևանքեր ունենալ Փաշինյանի եւ իր թիմի համար։ Իսկ այստեղ եւ դա կլիներ իրենց բացառիկ պատասխանատվությունը։ Այդ պատասխանատվությունից, եթե չեմ սխալվում, հրաժարվեցին
գոնե նախորդ նախագահներից ոմանք։ Հետևաբար Փաշինյանը նախընտրեց սկսել այդ պատասխանատվությունը պարտված պատերազմի միջոցով ամբողջ ժողովրդի հետ։ Եվ ընդ որում հնարավորություն դրվեց նաև այդ պատասխանատվության առյուծի բաժինը դնել Արցախի գործող իշխանությունների վրա։ Այսինքն մինչև 2018-20 թվականը ես այսպիսի ընդհանրական հարցից սկսեցի ընդհանուր իրավիճակը հասկանալու համար։ Հայաստանի դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականության ճարտարապետությունը հիմնականում կառուցված էր Արցախի հարցի շուրջ, կարող ենք այսպես ասել։ Մեծ հաշվով, այո, որովհետև դա էր տարածաշրջանում միջպետական հարաբերություններում առկա գլխավոր մարտահրավերները Հայաստանի համար, բնականաբար Ադրբեջանի, Թուրքիայի եւ անուղղակիորեն Իրանի եւ Վրաստանի համար։ Բայց բոլոր դեպքերում կային նաեւ միջնորդները, որոնք 94 թվականին կնքված հրադադարից ի վեր բանակցային գործընթացի ակտիվ մասնակիցներն էին եւ այդ գործընթացի խաղաղ լինելու նաեւ երաշխավորները, հատկապես Ռուսաստանը, որտեղ այն հրադադարի պայմանագիրը, որ կնքվեց 94-ին, կնքվեց Ռուսաստանի միջնորդությամբ եւ այնտեղ խոսվում էր այն մասին, որ այս համաձայնագիրը հրադադարի անժամկետ է, այսինքն պատերազմի տարբերակը բացառվել է։ Բոլոր դեպքերում ոչ Ռուսաստանը, ոչ այլ միջնորդները չցանկացան այս դրույթի վրա շեշտը դնել պատերազմի ընթացքում եւ դրանից հետո եւ ըստ էության քաջալերեցին Ալիևին պատերազմի երկրորդ փուլը Արցախի հայաթափումը, վերջնական հայաթափումը 23 թվականին իրականացնելու համար։ Բայց չէ որ ՀՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իդեպ ինչպես գիտեք արդեն որոշում է ընդունվել Մինսկի խումբը եւ հարակից կառույցները լուծարելու, բայց ժամանակին դա միակ եւ լեգիտիմ բոլոր դերակատարների կողմից ընդունված ձևաչափներ, մշտապես շեշտվում էր ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը։ Խաբեցին, բայց խաբելը իրենց գործն է։ Մեր գործը չխաբվելն էր։ Իսկ մենք տասնամյակների ընթացքում պատրաստ ենք խաբվել, պատրաստ ենք հավատալ եւ մեծ հաշվով նաեւ Ադրբեջանին զինվելու հնարավորություն եւ ժամանակ տրվեց մեր կողմից։ Այդ առումով միգուցե ինչ-որ մեկը Հայաստանի ղեկավարների ականջներին փսփսացել էր, թե ստատուս կվոն անժամկետ պահպանվելու է, դուք մտածելու բան չունեք, զբաղվեք ձեր անձնական հարցերով։ Այնքան զբաղվեցին, մինչև հասանք այսօրը, նախ իշխանափոխությունը 18 թվականին դուր բացեց բանակցային գործընթացում խաղաղությունից պատերազմի, առարկայական պատերազմի անցման համար, ապա այդ պատերազմը տեղի ունեցավ, եղավ երկրորդ փուլը, Արցախի հայաթափումը եւ հիմա կանգնած ենք այն կետում, որտեղ իսկապես Փաշինյանի վարած քաղաքականության անդիմադիրները այլընտրանք ըստ էության չունեն, մի բան որ կարող են ասել, դա այն է, որ պետք է ռուսների հետ լավ ընկերություն անել, եւ Փաշինյանը շատ լավ ընկերություն անում է ռուսների հետ։ Եվ այդ առումով անհրաժեշտ է իսկապես խելամիտ վերաբերվել հարցին, հասկանալ, որ այս խնդրի լուծում միայն պլատֆորմի ձևակերպումը նոր այլընտրանքային պլատֆորմի ձևակերպումը, որը հնարավոր կլինի միջազգային հարթակներում առաջ մղել, աշխատատար եւ ժամանակատար գործընթաց է լինելու։ Եվ անհրաժեշտ է լինելու համբերություն, մասնագետների ուժերի ներդաշնակեցում, ֆինանսավորում, եւ սա այս գործող քաղաքականությանը անդիմադիր ուժերի համատեղ պետք է լինի նպատակը եւ աշխատանքի ուղղվածությունը։ Ինչ նկատի ունեք, երբ ասում եք, որ անդիմադիր ուժերը այլընտրանք չեն առաջարկում, այսինքն Փաշինյանը մոնոպոլիզացրել է, այսպես ասած, խաղաղության օրակարգը եւ բարենպաստ դիրքերում է, ինչ հաղթաթղթեր նա հանդես է եկել այդ օրակարգով, նա հանդես է եկել իրական Հայաստան կոնցեպտով, որը բացառում է հարևանների հանդեպ տարածքային պահանջները,
Բայց խաղաղության խաչմերուկի կոնցեպտով նախորդ ղեկավարությունը նույնպես երբևէ նախորդ ղեկավարությունը հավակնություններ չեն ներկայացրել։ Նախորդ ղեկավարությունը պահանջ էր ներկայացնում ճանաչել Արցախը, որպեսզի Արցախը ճանաչվի Ադրբեջանի կողմից եւ նաեւ միջազգային հանրության կողմից, կամ ճանաչվի որպես անկախ պետություն, կամ դառնա Հայաստանի մաս, ընդ որում ուշագրավն այն է, որ այդ վերջակետին հասնելու համար այդ մարդիկ եւս պատրաստ էին հակառակորդին տալ Արցախի տարածքի 2/3, այսինքն այն ամբողջ տարածքը, որը գտնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տարածքից դուրս, դիտարկվում էր եւ այդպես էլ կոչվում էին մեր պաշտոնյաները անվտանգության գոտի, թեև կամ բուֆերային կամ անվտանգության գոտի, որը ենթակա է հանձնման, եթե Արցախի անկախությունը Ադրբեջանից ճանաչվի Ադրբեջանի կողմից։ Բայց դա արվում էր միջազգային իրավունքի սահմաններում եւ օրենքի տառին համապատասխան, պարոն Մելիքյան, եւ ինչպես դուք նշեցիք, նույնիսկ պատրաստ էին վերադարձնելու որոշակի տարածքներ, այսինքն այնինչ Մինսկի խումբը ներկայացնում էր որպես գրավյալ։ Հակառակորդ կողմը դրան պատրաստ չէր, ավելին դրան պատրաստ չէին անգամ մեր դաշնակիցները։ Եվ այդ առումով մենք պետք է իսկապես լուրջ հասկանանք իր ամբողջ խորությամբ մեր գոյության ապագայի հետ կապված խնդիրների հաղթահարման ծրագիր ստեղծելու անհրաժեշտությունը եւ մենք ասելով դա անդեմ ինչ-որ մի բան չի, զանգված չի մարդկային, դա շարքային քաղաքացին չի, որ կարող է սատարել նոր ծրագրին կամ դեմ գնալ դրան։ Քաղաքական էլիտան է։ Դա այն մարդիկ են, որոնք ունակ են գլոբալ խնդիրներ տեսնել, անցալել եւ այդ համաշխարհային գլոբալ խնդիրների համատեքստում դիտարկել Հայաստանի շահերի ձևակերպումը եւ դրանց առաջ մղման հեռանկարը ու հնարավորությունը։ Ես գիտեմ մի բան, անլուծելի խնդիրներ չկան, բայց անհրաժեշտ է կարողանալ նախ խնդիրը ձևակերպել, այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ ռեսուրսները գտնել եւ մեծ հաշվով հասկանալ այդ խնդրի քո ուզած լուծումը ինչ գին է ունենալու եւ երբ դու կկարողանաս այդ գինը վճարել։ Սրանք բարձունակ մեկնաբանություններն իհարկե շատ ավելի բարդ է այս ամենը, բայց ուզում եմ ընդգծել, որ անլուծելի ոչինչ չկա։ Անգամ ամենամեծ պետությունը կարող է փլուզվել եւ անգամ ամենափոքր պետությունը կարող է այնպիսի վճռորոշ ազդեցություն ունենալ գլոբալ խնդիրների նկատմամբ մեծ խաղացողների վերաբերմունքի վրա, որը ինչ-որ պահի վճռորոշ կլինի բոլորի համար։ Բայց սա պոտենցիալի խնդիր է, սա եւ մտքի եւ ռեսուրսների ճիշտ օգտագործման հարց է։ Իսկ ինչպես կարելի է դիմագրավել ներկա մարտահրավերներին եւ մասնավորապես ինչ այլընտրանք կարելի է առաջարկել Վաշինգտոնյան համաձայնությունների, Վաշինգտոնի հռչակագրի կետերի, մասնավորապես Թրամփի ուղու հետ կապված, որը փաստ չէ, որ ամբողջովին, այսինքն ընդունելի է ողջ հասարակության կամ Հայաստանի շահերի տեսանկյունից։ Դե ամեն դեպքում պետք է սկսել այնտեղից, որտեղից որ ես ասեցի։ Անհրաժեշտ է հասկանալ նույն Միացյալ Նահանգների իրական շահերը եւ այդ շահերի ապահովման ուղղված գործողություններն անգամ կանխատեսել։ Եվ վերջո մենք տեսնում ենք բոլոր կողմերից, արդեն նաեւ Բաքվից, ոչ միայն Երևանից ասում են, որ խաղաղության դարաշրջանն այլևս հաստատված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Բայց նաեւ պետք է հասկանանք, որ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կախված չէ միայն Երևանից եւ Բաքվից։ Այդ առումով եւ Երևանը եւ Բաքուն կախված են, էապես կախված են արտաքին ուժային կենտրոններից եւ այս առումով նրանք կարող են ընդհանրապես ասել, մենք չենք ուզում պատերազմ, դա լավագույն դեպքում։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ զարգացումները կոնֆլիկտացին են լինելու առաջիկա 5-10 տարիների ընթացքում եւ մենք դեռևս մեր տարածաշրջանը այդ կոնֆլիկտացին զարգացումների էպիկենտրոնային գոտում ենք։
Հետևաբար այն, որ հիմա հարաբերական անդորը չի նշանակում բոլորին, որ վաղը այդ անդորը չի ընդհատվի մի նոր ահավոր պատերազմով, որը կընդգրկի ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը։ Եթե խաղաղություն հաստատված է, պարոն Մելիքյան, ինչու այդ դեպքում ստորագրված չէ խաղաղության համաձայնագիրը, գոնե ֆորմալ։ Որտեվ կողմերից մեկը չի ցանկանում այս բանը, այդ համաձայնագիրը ստորագրել, որտեվ խաղաղություն հաստատված չէ։ Շատ լավ գիտակցում է, որ տարածաշրջանը կոնֆլիկտացին գոտու էպիկենտրոնում է, բայց Բաքվի թե ներքին, թե արտաքին դիրքերն այնքան ամուր են, որ Բաքուն կարող է իրեն այս վերաբերմունքը թույլ տալ։ Փաշինյանի դիրքերը թույլ են, Փաշինյանը ներկայացնում է պարտված կողմը, Փաշինյանի իշխանությունը մեծապես կախված է նրանից, արդյոք կպահպանի խաղաղությունը թե ոչ։ Եվ դրա համար նա ամեն հնարավոր դեպքում պետք է խոսի խաղաղությունից եւ ասի, որ այլևս խաղաղություն է, որտեղ դրանով է արդարացվելու իր իշխանության մնալը։ Սա իշխանությունը պահելու գործիք է։ Բաքվի համար Ալիևը նման գործիքի կարիքը չունի։ Այսինքն գալիս ենք մեր առաջնային հարցին, որ մեծ հաշվով արտաքին քաղաքականությունը ծառայեցվում է իշխանությունը պահելու կամ ներքին խնդիրներ լուծելու համար։ Դա արտառոց մի բան չի։ Այո, ամեն տեղ էլ դա այդպես է։ Նորություն չէ, հա։ Հա, այսինքն մենք դրա վրա չէ, որ պետք է ծանրանանք։ Մենք պետք է ծանրանանք նրա վրա, թե որքանով է սա արդյունավետ պետության եւ պետական շահերի տեսանկյունից, ազգային շահերի տեսանկյունից։ Մյուս կողմից պետք է հասկանանք նաեւ, որ սա ժամանակավոր երևույթ է բոլոր դեպքերում։ Որքան էլ առողջ լինի վարչապետ Փաշինյանը, վաղ թե ուշ նա հեռանալու է իշխանությունից։ Իսկ այդ դեպքում փոխվեն նաեւ իրողությունները։ Վատ թե լավ դա այլ հարց է, դա կախված կլինի նրանից, թե ինչ նոր վերնախավ կգա իշխանության, որքանով խելամիտ կլինի նա։ Այսօրվա այս անդիմական դաշտում ամենայն դեպս գոնե խորհրդարանական ընդդիմության շրջանում ես այս կոնցեպտուալ մոտեցումների պահանջը չեմ տեսնում։ Շատ լավ ռետորներ կան, իդեպ շատ ուղիղ եւ ճիշտ ձևակերպումներ տվող առանձին падգամավոր, հատկապես կին падգամավորներ կան։ Նկատելի է իրենց եւ նվիրվածությունը եւ պատրաստված լինելը, բայց այնուամենայնիվ կա մի շեմ, որը չի հաղթահարվում քաղաքականության մակարդակում ընդհանուր։ Եվ սա մեզ համար լուրջ լրջագույն մարտահրավեր է։ Այսինքն Փաշինյանը բերեց նորը, որը ընդունվեց աշխարհի կողմից, կամ աշխարհը իրեն պարտադրեց այդ նորը, արդեն էական էլ չի։ Որտեւ այստեղ կա ներդաշնակեցված համատեղ աշխատանք այն շահերի շրջանակներում, որոնք ներքևից վերև ուղղահայացով կապում են տարբեր մակարդակների պետությունների, թե Հայաստանը իր իշխանությամբ ներկայացած, այսինքն գործող իշխանության շահերը, տարածաշրջանային պետությունների շահերը եւ գլոբալ շահերը, որը ներկայացված են Միացյալ Նահանգների եւ նրանց գործակից պետությունների կողմից, այդ թվում նաեւ Ռուսաստանի։ Պարոն Մելիքյան, բայց ինչ ազգային շահերի մասին կարող է լինել խոսքը, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքը փաստորեն 99 տարով տրվում է վարձակալության այլ պետության կամ այլ երկրի մասնավոր կազմակերպության։ Սա գործող իշխանությունների պոտենցիալի դրսևորումն է։ Գործող իշխանություններն էլ մեր ընտրողի քաղաքացու ընդհանուր տեսլականի արդյունքն են ըստ էության դարձել։ Այսինքն ժողովուրդը մարդկանց բերեց իշխանության, համարենք այդպես, եւ այդ նոր իշխանությունը սկսեց ծառայեցնել ժողովրդին իր նեղ կորպորատիվ շահերին։ Եվ սա այն իրավիճակն է, որ ունենք։ Սրան է ձգտում ցանկացած իշխանություն։ Մեր պայմանները ուղղակի արտառոց են, որտեղ պետությունը գոյութենական խնդիրների առջև է կանգնել։ Եվ այո, մենք կորցրել ենք Արցախը, մենք կորցրել ենք Հայաստանի Հանրապետության տարածքների մի մասը, որոնց վերադարձն անորոշ է, եւ այո, տարածքի մի մասն էլ վարձակալության սկզբունքով տրվել է օտար պետության։ Համարենք շատ բարեկամ օտար պետության, բայց սա ինքնիշխանության զիջում է որոշակի առումով
Բայց դուք վստահ եք, որ հենց Միացյալ Նահանգներին է տրվում։ Ես խոսում եմ այն մասին, ինչ ասվել է հրապարակավ, թե Վիետնամում ինչ իրական պայմանավորվածություններ կան եւ ովքեր են տնօրինելու անձնապես այդ Թրամփի ուղու գործունեությունը, սա մութ պատմություն է։ Դրա մասին մենք տեղեկություն չունենք, թե խոսում է, որ բարբերական կոնտակտներ կան Հայաստանի իշխանությունների եւ Միացյալ Նահանգների շահերը ներկայացնող ինչ-ինչ շրջանակների միջեւ։ Իսկ ինչու է այդ պարագայում Բաքվի բռնապետը շարունակում համառորեն այդ ճանապարհը կոչել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք։ Հենց այն պատճառով, որ հստակ գիտակցում է, որ տարածաշրջանում չկա խաղաղություն, որպես երկարատև հեռանկարի համար նախատեսված մի երևույթ։ Կա ժամանակավոր դադար, որը կարող է խախտվել ցանկացած պահի, թեև կարող է եւ չխախտվել։ Դրա համար Բաքուն իրեն ապահովագրում է երկու դեպքի համար էլ։ Այսինքն, եթե խաղաղությունը պահպանվի, ապա Թրամփի ուղին կաշխատի այնպես, ինչպես նախատեսված էր, եթե չպահպանվի, ապա Թրամփի ուղին կվերածվի Զանգեզուրի միջանցք։ Իսկ ինչ կոնֆլիկտներ եւ բախումներ են նախանշվում ձեր պատկերացման մեջ, դուք խոսեցիք նոր հնարավոր կոնֆլիկտների մասին։ Իսրայել, Իրան, Միացյալ Նահանգներ, Իրան, Հայաստանի վրա հարձակում։ Կա գլոբալ խնդիր, որի առջև կանգնած են Միացյալ Նահանգները։ Սա աշխարհում Միացյալ Նահանգների դոմինանտության պահպանման խնդիրն է։ Միացյալ Նահանգների դոմինանտությունը համաշխարհային Միացյալ Նահանգների գոյության երաշխիքն է։ Հետևաբար այս խնդիրը Միացյալ Նահանգների համար եւս գոյութենական է։ Եվ այսօր այս խնդրի համար առաջացել է լրջագույն մարտահրավեր հանձինս Չինաստանի։ Չինաստանին հարող բոլոր տարածքները դիտարկվում են որպես Չինաստանի դեմ օպերացիոն նշանակություն ունեցող տարածքներ։ Այստեղ տարբեր փուլեր գործարկվեցին արդեն ուկրաինական խնդիրներ, բնականաբար Արցախի խնդիրներ եւ հայաթափումը, Իսրայելի խնդիրներ Գազայում, հարվածներն էին դեպի Իրան ուղղված, բայց սրանք գլոբալ խնդրի առանձին դրվագներն են եւ հարկավոր է դիտարկել ամերիկա-չինական դիմակայությունը ավելի լայն համատեքստում նոր աշխարհագրական տարածքների ներգրավմամբ, որոնցից մեկը Իրանն է, մյուսը Կենտրոնական Ասիայի ռեգիոնն է, Հարավային Կովկասն է դրանց անմասն չէ։ Այստեղ կան ուղղակի մարտավարական որոշակի հարցեր, այսինքն Միացյալ Նահանգների համար օրինակ Չինաստանի ցամաքային կապերը ճանապարհները կտրելը կարևորագույն հարց է Չինաստանի մեկուսացնելու համար։ Ուկրաինայի պատերազմը դրան էր ծառայում։ Դրան է ծառայելու նաև որևէ գործողություն ուղղված Իրանի գործող իշխանությունների դեմ, այնտեղի իշխանափոխությունը պետք է լինի ռեժիմի տապալման տեսքով, այսինքն ղերապետությունը Իրանում պիտի վերացվի։ Այստեղ նաև Ռուսաստանի խնդիրը կա։ Օրինակ, եթե ուզենան արմատապես լուծել Չինաստանի խնդիրը, դա նշանակում է, որ առնվազն Ղազախստանի եւ Չինաստանի սահմանային գոտին պետք է անանցանելի դառնա չինական բեռների համար։ Այս հետևաբար այնտեղ պետք է առաջանա կոնֆլիկտ։ Եթե այնտեղ լինի կոնֆլիկտ, ապա Ռուսաստանը հարավային Կովկասով դեպի Թուրքիա դուրս գալու հնարավորությունները կպահպանի։ Եթե հարավային Կովկասում նման հարված հասցվի Իրանի հետ զուգահեռ, ապա թե Չինաստանը կարող է զրկվել այդ հարավային ճանապարհից, թե Ռուսաստանը։ Իսկ դա արդեն էական տարբերություն է հարցի լուծման տեսանկյունից, զուտ մարտավարական, թեև դրա հետևանքները ռազմավարական են լինել։ Ուստի այն ինչ վերաբերում է կոնկրետ մեզ, մեր ապագան, մեր ճակատագիրը եւ խաղաղության ճակատագիրը այստեղ կախված կլինի նրանից, թե Չինաստանի դեմ Միացյալ Նահանգները կոնկրետ ինչ գործողություններ կնախաձեռնեն առաջիկա 3-5 տարիների ընթացքում։ Եվ արդյոք առաջի հարվածը կամ առաջին անկումը հակառակորդների կնախագծվի Իրանի միջոցով Իրանում, թե դա կլինի Կենտրոնական Ասիայով անմիջականորեն դեպի Չինաստան տրանսսահմանային ուրեմն բռնության ալիքի տեղափոխման միջոցով կդիտարկվի դա։ Փորձենք հասկանալ իրավիճակը, ինչպես արդեն արձանագրեցինք, ունենք երկու հիմնական ռազմավարական հակառակորդներ, Միացյալ Նահանգներ, Չինաստան։ Մի կողմ թողնենք Ռուսաստանը, հա, եւ հատկապես
Թրամփի վարչակազմի համար Չինաստանը թիվ 1 ռազմավարական առումով հակառակորդն է եւ մրցակիցն է։ Այսինքն ընդհատեմ, սա Թրամփի խնդիրը չէ։ Սա Միացյալ Նահանգների խնդիրն է արդեն առնվազն 1.5-2 տասնամյակ, որը ակտիվացման փուլում է։ Այսինքն Չինաստանին հակազդեցությունը աստիճանական աճ է գրանցել այս վերջին 2 տասնամյակների ընթացքում, բայց հիմա այս իրավիճակի սրման փուլն է վրա հասել եւ այստեղ ես պետք է ընդգծեմ, որ Միացյալ Նահանգներ Չինաստան բանակցային լուծում գոյություն չունի։ Այսինքն բոլոր դեպքերում կողմերից մեկը պարտվողի դերում է հանդես գալու։ Դրա համար ժամանակ է պետք լինելու, բայց գործընթացի նախաձեռնողն ու առաջ մղողը կոնկրետ Միացյալ Նահանգներն են, որտեղ իրենց գերակայությունն է վտանգված։ Աշխարհի թիվ 1 գերտերությունը շատերի կարծիքով բոլոր չափանիշներով միակ գերտերությունը եւ արևելքում գլուխ բարձրացնող չինական վիշապը իր բոլոր հավակնություններով։ Մի կողմ թողնենք Ռուսաստանի հարցը։ Եվ Չինաստանը, ինչպես հազարամյակներ առաջ, ձգտում է իհարկե վերականգնել մեկ գոտի մեկ ճանապարհ այս նոր նախագծով մետաքսի ճանապարհը, կապվել Եվրոպայի հետ եւ Միացյալ Նահանգները Թրամփի վարչակազմը հովանավորում է այդ ճանապարհի հնարավոր այլընտրանքային ուղիներից մեկը իդեմս Թրամփի ուղու։ Սա պարադոքս չէ։ Ոչ։ Ինչու՞։ Սա ճանապարհը վերահսկողության տակ պահելու միջոց է։ Օրինակ, իհարկե։ Այսինքն երբ որ պետք կլինի դա բաց կլինի, երբ որ պետք կլինի դա փակ կլինի, ամեն դեպքում ինչ որ ժամանակ դա չի գործի բոլոր դեպքերում։ Այսինքն 1-1.5 տարի առնվազն այդ ուղին ֆիզիկապես գոյություն չի ունենա, որպեսզի գործի։ Իսկ այս ընթացքում հազար մի բան կարող է տեղ ունենալ։ Այսինքն սա հետաձգված կոնֆլիկտի ժամանակավոր դադարի քաղաքականություն կարող է դառնալ։ Թեև կարող է իսկապես երկաթուղին կառուցվի, ինչ-որ բեռներ, ինչ-որ ժամանակ այդ երկաթուղով գնան, ինչ-որ պահի էլի փակվի, երբ որ դա անհրաժեշտ լինի։ Այսինքն սա վերահսկողության հարց է, որը լուծվում է Թրամփի ուղու միջոցով, ընդ որում այս դեպքում վերահսկելի է ոչ միայն Չինաստանը, նույն Ադրբեջանն է որոշակի առումով վերահսկելի, ոչ այնքան գլոբալ տնտեսական նախագծեր իրականացնելու առումով, որքան Նախիջևանի հետ կապը պահպանելու առումով։ Որտեվ եթե այդ ուղին սկսի աշխատել, հետո կտրվի Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ, այդ դեպքում ինչ է անելու Ադրբեջանը։ Իսկ Թուրքիայի ներկա ղեկավարության թուրանական առերևույթ իհարկե երևացող այդ ծրագրերը որքանով են տեղավորվում այս ուղիների, այս ծրագրերի, այս աշխարհաքաղաքական պայքարի մեջ։ Թուրքական ազդեցությունը Կենտրոնական Ասիայում վերջին 10-15 տարիների ընթացքում կտրուկ աճել է։ Կտրուկ աճել է, ընդ որում ռուսական ազդեցության կտրուկ նվազման նաև զուգադրմամբ, ընդ որում ռուսական կողմը դրան գիտակցաբար է գնացել եւ ինքն էլ հենց ուղղորդել է իր այդ ազդեցության նվազումը Կենտրոնական Ասիայում օրինակ։ Այսինքն թուրանական ծրագրերը հակաչինական ուղղվածություն ունեցող ծրագրեր են, որոնք կարող են գործարկվել այն ժամանակ, երբ որ դա անհրաժեշտ լինի, եւ դրա համար Կենտրոնական Ասիայում թուրքական կադրային ռեսուրսը այսօր հսկայական է։ Այդ առումով Թուրքիան Միացյալ Նահանգների դաշնակիցն է եղել եւ կմնա այդպիսին։ Որտեվ այդ ազդեցության աճը Թուրքիային հնարավորություն է տալիս ակտիվ գործել ոչ միայն Չինաստանի դեմ, այլև Ռուսաստանի դեմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ընդ որում Ռուսաստանի Սիբիրյան գոտիներում, արևելյան գոտիներում հատկապես, որտեվ հենց այդ գոտիներն են, որ տարատեսակ բնական հարստությունների շտեմարան են։ Բոլոր դեպքերում Թուրքիայի համար դա ծավալվելու մեծ հարթակ է, որը նա չի կարող օգտագործել առանց Միացյալ Նահանգների աջակցության։ Թրամփի միջանցքը Սյունիքում թուրքական ազդեցությունը չափավորելու, ավելացնելու կամ պակասացնելու որոշակի ներուժ է պարունակում։ Ճիշտ է, եթե օրինակ
Իրանում տեղի ունենա իշխանապողություն, գերապետությունը տապալվի եւ Բայց ինչու է այդպես բացասական շեշտադրումով խոսում Իրանի վարչակարգի մասին, որ գերապետություն է, բայց գերապետություն է, այսինքն գերապետություն դա պետության մի տեսակ է, որտեղ հոգեվոր առաջնորդն է իսլամական հանրապետություն իշխանության բոլոր ոլորտները ղեկավարում կարող։ Բայց դա իրենց ներքին գործն է, չէ՞, այդպես չէ։ Այո, բայց այդ ներքին գործը նաև կոնկրետ այդ երկիրը դարձնում է ավելի խոցելի։ Մանավանդ որ գաղափարախոսական տեսանկյունից Իրանի գերապետությունը հանդիսանում է Իսրայելի հակառակորդը եւ Իսրայելի գոյության թիվ 1 ճշնամին։ Այսինքն Իրանի համար էլ Իսրայելի ոչնչացումն է առաջնահերթ խնդիր։ Այսինքն այստեղ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների շահերն են համընկնում։ Այնպես որ երբ որ ասում են գերապետություն, Վատիկանն էլ է գերապետություն։ Դե բառը մի քիչ բացասական ընկալում ունի։ Բացարձակ, այդտեղ որևէ բացասական լիցք չկա։ Սա ուղղակի իրավիճակի կոնկրետ որակի բնութագրում է։ Դա համայն ամերիկացիները փորձում հսկողություն սահմանել Մեղրիի ճանապարհի վրա, սա այդ կապված է։ Այո, այսինքն եթե գերապետությունը տապալվի, այս գերապետությունը ինչի է կարևոր արդի Իրանի համար, որտեղ արդի շրջանում հենց իսլամական կրոնական գաղափարախոսությունն է երկրի միասնության հիմքը կազմում։ Այսինքն եթե գերապետությունը ընկնի, նաև գաղափարախոսական ցեմենտն է վերանալու արանքից եւ գլուխ են բարձրացնելու անջատողական ազգայնական ուժերը։ Բայց իսլամը Իրանում միավորող գործոն ունի եւ ես չեմ ասում, դրա համար եմ ասում, գերապետությունը իսլամական հեղափոխություն իրականացրել։ Այո, դրա համար գերապետության անկումը գաղափարախոսական հիմքը պետականության քանդելու է եւ դա դուր կբացի նաեւ անջատողականության համար եւ Իրանը կվերածվի Սիրիայի։ Իրանը կարող է ավելի վատ վիճակում հայտնվել, եթե գնա տրոհման ճանապարհով գործընթացը։ Սա նշանակում է, որ Իրանի հյուսիսում կարող է ձևավորվել թուրքական մի պետություն, եւ այդ դեպքում Թրամփի ուղու լինել չլինելը կդառնա բոլորի համար անիմաստ մի բան, բացի Հայաստանի իշխանությունների, որտեղ այդ ճանապարհը կլինի հնարավոր կլինի տանել զուտ թուրքաբնակ տարածքներով Թուրքիայից մինչև Կենտրոնական Ասիա։ Այս համատեքստում, եթե խոսում ենք մասնավորապես միջին միջանցքի մասին, շատ ուշագրավ էր Ադրբեջանի նախագահի այս շաբաթվա սկզբին արված հայտարարությունը, որ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումներն հանվել են եւ առաջին նման բեռը, որ կարող է Ադրբեջանի տարածքով հասնել Հայաստան, ղազախական ծորենն է։ Սրա մասին ինչ կարծիք ունեք։ Դա իմ ասած այդ ադրբեջանական քաղաքականության մեջ առկա գործնական դուալիզմի դրսևորումն է։ Մի կողմից ասում են Զանգեզուրի միջանցք, մյուս կողմից ասում են հանված են արգելքները տարանցման համար դեպի Հայաստան։ Եվ այդ առումով այստեղ Ադրբեջանի պահվածքում չկա հակասություն, նրանք դիտարկում են գործընթացները ժամանակի մեջ։ Այսինքն այսօր անհրաժեշտ է քաղաքական տեսանկյունից հանել արգելքը տարանցման համար, բայց հեռանկարի տեսանկյունից անհրաժեշտ է խոսել Զանգեզուրի միջանցքի մասին, որպես Ադրբեջանի անգամ մաս կազմելիք մի տարածքի։ Այսինքն այսօր այս խնդիրներն են, այս խնդիրները այսօրվա հրամայականներից ելնելով ենք լուծում, բայց մենք գիտենք, որ կան այլ խնդիրներ, որոնք վաղը կարող ենք էլի լուծել մեր շահերի համատեքստում։ Դրա համար մենք վաղվա օրը այսօրվա օրվան չենք զոհաբերում։ Բայց արդյոք սա կարող ենք համարել լուրջ քայլ ուղղված ապաշրջափակման այն դեպքում, երբ փաստորեն Հայաստանն է միակողմանի ճանապարհ տալիս Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը ոչ։ Իսկ այս բեռնափոխադրումը իրականացվելու է Վրաստանի միջնորդությամբ։ Բոլոր դեպքերում Ադրբեջանը իր համար շահեկան քաղաքական դիրքերից է հանդես գալիս։ Հայաստանը այդ տեսանկյունից իր բարձ քաղաքականության համատեքստում
ելք չունի։ Եվ ստիպված է համակերպվել ադրբեջանական քայլերի հետ, արդարացնել դրանք, գովերքել դրանք եւ ասել, թե սա մեր խաղաղասիրական քաղաքականության հետևանքն է, արդյունքը։ Թեև իրականում պատճառները շատ ավելի ընդգրկուն են։ Եվս մեկ հարց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում եւ այդ ժամանակ կարող են հաստատվել նաեւ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները։ Ձեզ որքանով է սա իրատեսական եւ ինչ հիմքեր կան նման կանխատեսում անելու։ Այդ հիմքերը կրկին Հայաստանի իշխանությունների համար կապված են իշխանության մնալու խնդրի հետ։ Սա գերակա խնդիր է։ Հետևաբար Հայաստանի իշխանությունները իրենց առաջ քաշած խաղաղության օրակարգով առաջնորդվելով մերժում են պատերազմի հնարավորությունը։ Մերժում են։ Եվ ասում են, որ պատերազմի մասին խոսելու հիմքեր այսօր չկան։ Դրա համար կրճատվում է բանակի ֆինանսավորումը, ասում է, թե մենք բոլոր դեպքերում ժամկետային ծառայության ինչքան էլ որ ուժեղ բանակ ունենանք, մեր հակառակորդները մեզից ուժեղ են։ Թուրքիայի պես ուժեղ չենք լինի, բայց դա դա ոնց ասեմ, դա պրիմիտիվ մակարդակում քաղաքականությունն անցալող մարդկանց համար միգուցե ընդունելի բացատրություն է, բայց ի վերջո դու կարող ես թույլ լինել, բայց ունենալ օրինակ միջուկային զենք ունեցող պետություն դաշնակից, ինչպես Միացյալ Նահանգներն են Իսրայելի եւ իր մյուս դաշնակիցների համար, եւ միայն այդ միջուկային զենքի մասին հիշատակումը, կիրառման հնարավորության մասին հիշատակումը Թուրքիան հետ կարող է պահել Հայաստանի դեմ գործողություններ, ինչը եղել է նախկինում։ Բայց Թուրքիան ունի ծրագիր ընդհանրապես Հայաստանի դեմ նման գործողություն կամ հանդուրժում է Հայաստանի Թուրքիայի համար Հայաստանը բազմաթիվ խնդիրներից հաստատ առաջին տասնյակում գտնվող խնդիր չէ, բայց նաև Հայաստանի վիճակն այնքան խոցել է այսօր Հայաստանի աշխարհակաղակական դիրքը այնքան թույլ է, որ գայթակղությունը մեծ է, որ Թուրքիան իհարկե չի խորշի հարմար պահը գալուն պես մեր հաշվին իր համար առավելություններ ստեղծել, նոր առավելություններ ստեղծել, ընդհանրապես հայկական հարցի վերացումը Թուրքիայի համար կարևոր է, որպեսզի ի վերջո այդ խարանը մաքրվի մոռացության ալիքով։ Թուրքիայի պետականության ճակատից հայոց ցեղասպանության խարանը պետք է մաքրվի, եւ այդ խարանը զուտ բարոյական չէ, եւ նրանք դա լավ հասկանում են, գիտակցում են։ Ոստի այդ առումով մեր իշխանությունները պետք է իսկապես շրջահայաց լինեն, եթե ունակ են դրան։ Մենք սկսեցինք Արցախի հարցով եւ հասանք հայկական հարցին, արդյոք տարբերություն կա, այսինքն մեկը մյուսի մասն է կազմում։ Այս հարցը, հայկական հարցը, ունի դրսևորումներ։ Արևմտյան Հայաստանի խնդիրը առանձին խնդիր է, Արցախի հարցը առանձին հարց դարձավ, եւ այդ առումով մեր գոյության խնդիրը խնդրահարույց է մեր հարևաններից առնվազն երկուսի համար։ Այսինքն նրանք դաշնակցում են ընդդեմ հայկական հարցի, այսինքն մենք մեր հարցերի ձևակերպումն ու իրագործումը չկարողացանք կազմակերպել այնպես, որպեսզի ոչ թե նրանք իրենց նպատակներին հասնեն, այլ մենք մեր նպատակներին։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, պետության եւ երկրի անվտանգությունը կազմակերպելու եւ ամրապնդելու համար պետք է ռազմավարություն եւ ռազմավարական տեստական արտաքին քաղաքական լուրջ մոտեցումներ, ունի արդյոք ներկա վարչակազմը այդպիսի քաղաքականություն եւ որքանով է ուղղված Հայաստանի ազգային շահերին, կթողնենք ձեր դատողությանը հիշեցնեմ, մենք զրուցում ենք դիվանագետ Արման Մելիքյանի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։